Նախաճաշի, բայց իսկ հիմա արդեն ուշացել ենք, որտեղ շատ քիչ բան ա մնացել։ Այսօր շատ ուշ ենք արթնացել, բայց երևի մի օր կարելի է ասենց բան անել։ Տեսնենք ինչ ենք ընտրում։ Ինչ-որ մի բան ընտրենք։ Որոշել ենք այսօր փորձենք սա։ Ես վերցնեմ կապուչինո, վերցրել եմ սֆոլիա և վերցրել ենք բուդինո բրինձով և շոկոլադով։ Իսկ սրա մեջ ռիկոտա է և հատապտուղներ։ Եթե այստեղ լինեք, անպայման փորձեք։ Շատ հետաքրքիր են երկուսն էլ և տարածված են այստեղ։ Անպայման կփորձեք։ Camera, parti bene, arriva stasera, no? Կիրակի օրը ստեղ շատ աշխուժ է, շատ լավ հրուշակագործարան է և ունի նաև իր սրճարանը։ Շատ լավ տեղ է, կարող եմ ձեզ ասել։ Մենք էլ վերջացրեցինք, դուրս եկանք, գնանք հիմա մեր գործերով, հետո ցերեկը ավելի ուշ պետք է գնանք կենտրոն, իհարկե ձեզ կվերցնեմ ինձ հետ, կպտտվենք մի քիչ կենտրոնում։ Մեծամասնությունը Ֆլորենցիան այսպես ցածրահարկ է, սեփական տներ են մեծ մասը, եթե ուշադիր լինեք, ամբողջ թաղամասը այդպեսին է, ամբողջը սեփական տներ են։ Շատ անգամ լինում է այս սեփական տները այնքան մեծ են, որ մի հարկը մի հոգու է, մի հարկը մյուս հոգու է, բայց իրականում շենքը միևնույն է երկու հարկ է։ Այդ իսկ պատճառով Ֆլորենցիան շատ փռված է և բավականին մեծ է։ Այդ անգամ ստացվում է, որ մեքենայով մի կողմից մյուս կողմը գնալու համար մեզ մի ժամ ժամանակ է պետք, որպեսզի հասնենք։ Միշտ իրանց տան դիմացը խնամված, ծաղիկներով։ Բարի երեկո արդեն հասել ենք համարյա կենտրոն, հասել ենք Պորտալ Պրադո, շարունակում ենք մեր օրը։ Մտանք սուրճ խմելու, իհարկե տեղացիների նման բարի մոտ։ Դուրս եկանք, այնքան աշխուժա ժողովուրդ չեք պատկերացնում, ինչքան մարդ կա, ուղղակի ոչ մի կապեմ երևի տեղ չկա, այնքան լիքն ու աշխուժա, լսում եք ղողանջները, զանգակատան, շատ սիրուն ձայնը։ Հասանք Պիացցա Ռեպուբլիկա, քայլում ենք դեպի Զարա, տեսնենք ինչ կա Զարայում։ Տեսնենք ինչ կա, ինչպես միշտ գոլֆ քարերը, որոնք կտեղափոխեն ձեզ և որոշակի չափով կպատմեն պատմություն, գոնե որտեղ եք դուք գտնվում։ Իսկ մենք շտապենք դեպի Զարա։
Հասանք Զարա, տեսնենք ինչ կա այստեղ։ Ինչքան շատ են այս գոլֆ քարերը, ձմեռ այսքան շատ չէին, հիմա ավելի են շատացել, նայեք մարդկանց քանակը, մտանք, տեսնենք ինչ կա այստեղ։ Երկու բան վերցրեցի գնամ փորձեմ տեսնեմ, որը լավ կլինի։ Զարայից ոչինչ չգնեցինք, ոչ մի հետաքրքիր բան չգտնվեց։ Շարունակում ենք ճանապարհը, տեսնենք ինչ կարող ենք հայտնաբերել։ Այս նոր փող հավաքելու ձև է, կենդանիներին այսենց բերում են, որտեղ մարդիկ կենդանիների համար տալիս են գումար, իրանք սկսել են դա անել։ Մտնենք H&M, տեսնենք այստեղ ինչ կա։ Կարող մի հետաքրքիր բան կա։ Հետաքրքիր է, պատը չի, գույնը, ձև, այս կապույտն էլ է սիրում, կապույտ, թե երկնագույն, չգիտեմ, բայց պատը չի ինձ թվում է, կարելի է փորձել։ H&M-ից մի հատ վերնաշապիկ գտա, չգիտեմ ճիշտ եմ ասում, վերնաշապիկ, ժողովուրդ, սառոչկան։ Շարունակենք ճանապարհը, տեսնենք հիմա ինչ կգտնենք։ Բոլորը տուրիստներ են, խանութներում նույնիսկ իտալերեն չեն խոսում, խոսում են մենակ անգլերեն ձեր հետ, որտեղ չեն սպասում, որ ինչ-որ մեկը պետք է խոսա իտալերեն ստեղ։ Այնքան են արդեն սովորել։ Արդեն ժամը 6-ն է մեր մոտ։ Այս կենդանիները մեղքս գալիս են, չեմ հասկանում, իրանք ինչ-որ բան են իրանց տալիս, որ իրանք սենց քնած են, թե իրանք ուղղակի քնած են, չեմ հասկանում։ Գնում ենք մի հատ փոքրիկ մոլ կա կենտրոնում, Իտալիայում ապրողները գիտեն, Rinascente, մի քանի տարբեր բրենդների հավաքածու է, այսպես ասած։ Տեսնենք այնտեղ ինչ կգտնենք, հետաքրքիր։ Միգուցե մի բան գտնենք։ Տեսնենք։ Այստեղ մի գեղեցիկ rooftop է,
մուտքը այստեղից է, կոչվում է Անջել, Լիուջո խանութի կողքն է, գեղեցիկ տեսարանը բացվում այնտեղից։ Տանք Foot Locker, տեսնենք ինչ հետաքրքիր բան կա։ Դուրս եկանք, իմ ուզած գույնը այստեղ չկար, Adidas-ների։ Ես ես վերջերս շատ եմ հավանել այս սրանք։ Եվ իրա բոլոր գույները ուզում եմ ունենամ, մոխրագույնը ունեմ, շագանակագույնը ունեմ, ուզում տեսնեմ էլ ինչ հետաքրքիր գույներ կա, չեք պատկերացնում ինչ հարմար է։ Ուղղակի հագնում ես եւ մոռանում ես, որ ոտքիդ վրա կա կոշիկ։ Ուղղակի հիասքանչ է։ Ես առաջ սիրում էի New Balance-ը, բայց իմ համար սա ավելի հարմար գտնվեց, քան New Balance-ը։ Կարող եմ ձեզ ասեմ, այս մոլի մասին էի խոսում, մտնենք այստեղ։ Բարձրացա երրորդ հարկ, կանացի հագուստի բաժին, Max Mara-ի սերա, Weekend-ն եմ, տեսնենք ինչ կա այստեղ։ Ինչ կա սիրուն այստեղ։ Այսօր խանութում Black Friday-ը, ամեն ինչը 20-ից 30% զեղչ է։ Ոչ մի հետաքրքիր բան այստեղ չկար, այսինքն կար, բայց գիտեք, ես ձեզ սենց ասեմ, նենց տպավորության, որ կենտրոնում բոլոր խանութները, սրճարանները, ռեստորանները կոնկրետ աշխատում են միայն տուրիստների վրա եւ ձեզ ասեմ գները եւ ամեն ինչը շատ ավելի բարձր են, քան պիտի լինեն իրականում։ Այդ իսկ պատճառով չեմ իմանում նույնիսկ խելամիտ էստեղ ինչ-որ բան անում, թե ոչ ճիշտ է մենք առանք, բայց էլի եմ կրկնում նենց տպավորությունա, ոնց որ ամեն ինչ արված է, որ տուրիստների վրա գումար աշխատեն։ Massimo Duzzi. Տեսնենք արժեքը 59 Վերնաշապիկի փնտրտումները շարունակվում են 59 եվրո։
Ճիշտ ձեզ ցույց տամ երեկոյան Ֆլորենցիան Դուոմոյի հրապարակը։ Արդեն քայլում ենք դեպի տուն, մեր համար արդեն ուշ է, ժամը 7-ն է մոտենում, մեր փոքրիկներին չենք կարող շատ երկար ժամանակով թողնել, մի քիչ թեքվում ենք այդ տուրիստական հոսքերից, բավականին հանգիստ փողոցներ կան, ոչ պակաս հետաքրքիր, ասեմ ձեզ։ Ժողովուրդ ռոմանտիկ ֆոտոսեսիա եմ գտել, նայեք, Հարսին ու Փեսային ֆոտոսեսիայի են բերել այս գեղեցիկ լուսավորությամբ։ Հասանք Սանտա Մարիա Նովելլա հրապարակը։ Անպայման մտեք ներս, ներսը շատ գեղեցիկ է և հարուստ ինտերիեր ունի։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը, որպեսզի դուրս գանք այս փոքրիկ կենտրոնից, հասնենք մեքենային, որ գնանք տուն։ Ինչպես գիտեք, Ֆլորենցիայի կենտրոն մտնել չի կարելի, կամ պետք է այստեղ ապրես, կամ ինչ-որ հատուկ թույլտվության մեքենա պետք է լինի, կամ տաքսի, կամ տրանսպորտ, այլապես մուտք գործել կենտրոն հնարավոր չէ։ Դրա համար մենք կանգնում ենք բավականին հեռու, հետո ոտքով գալիս ենք, կամ տրամվայով ենք գալիս։ Համարյա հասանք այնտեղին, որտեղ թողել ենք մեքենան, այսինքն Պորտալ Պրադո, պահպանված դռներից մեկը։ Ձեզ էլ շատ շնորհակալ եմ, որ մինչև վերջ նայեցիք իմ տեսահոլովակը, կհանդիպենք այլ վիդեոներում։